ինչ պատերազմը ավարտվել է, Ռուսաստանի մուրազը մի մասով կատարվել է, մի մասով փորն է մնացել, հենց այդ Արցախում կարողացավ Արցախի չակերտավոր այդ ողորմելի էլիտայի ձեռքերով հայ գեներալիտետի էլի ողորմելի շնորհիվ Հայաստանի բանակը շատ արագ ջախջախել տալ եւ վերջին հաշվով էթնիկ զտումն անել։ Ռուսաստանը կազմակերպեց իհարկե ավանդականորեն թուրքի կամ ազերի թուրքի ձեռքով։ Այդպես եղել է նաեւ ցեղասպանության շրջանում, բայց այնտեղ խնդիրը մնաց հիմնականում Հայաստանի պետականության վերածումը, որ մենք ցես հետ միասին պահեցինք, չկարողացավ եւ աշխարհում եզակի դեպք եղավ, երբ որ բարդված ժողովուրդը, բարդված կորուստներ կրած ժողովուրդը պաշտպանեց պարտություն կրած կառավարությանը եւ հեղափոխության առաջնորդին։ Սա աննախադեպ բան է, երբ խոսում եմ մեր ժողովրդի իմաստության մասին, որտեղ ժողովուրդ հասկացավ, որ գիտեր, որ այդ պատերազմը այդ վարչապետի հետ կապ չունի, եւ դա դավադիր ուժերի գործ էր։ 5-րդ շարասյունիշն ասում են, որի առանցքային ուժը բնականաբար Ղարաբաղյան կլանն է Հայաստանում եւ Արցախում, որը մի մասը Բաքվում է հիմա, Ալիևի հյուրընկալ տանն է, մյուս մի մասը հələ թպրտում է, այնքան են անելու Պուտինը վերցնի միշտ պարտիալ ընդեղ ուղարկել, որտեղ այստեղ հեղաշրջում չեն կարողանալու անել եւ այդ ընթացքից հետո Հայաստանում անկայունությունը դանդաղացել, որ քաղաքացին լավ ընկալի, անկայունությունը դարձավ կայուն քաղաքական գիծ Ռուսաստանի կողմից եւ բարձր ռևանշիստների կողմից, Ղարաբաղյան կլանի կողմից։ Մեր կյանքը դարձավ անկայուն, բայց ոչ այնքան անկայուն, որ պետականություն չկարողանայինք պահել, եւ սա տեսնում եք բարբերաբար սրացումների է տանում, մեկ ոսկեպարն է, մեկ սահմանագծումն է, մեկ վարդանիկն է, մեկ չգիտեմ աջապ սանդալն է, եւ այսպես, մեկ հիմա էլ էս է գարնանը, ես մեկը վտանգավոր է, որովհետեւ ընտրություններին բան չի մնացել մի տարի, այսինքն կարող է տեմպի տակ այս գործը շարունակեն ուրիշ մոտիվացիանով մինչև ընտրությունները։ Նպատակը բարձ է հեղափոխություն կատարած ուժերին խորհրդարանից հեռացնել եւ չթողել, ռուսական իշխանությունը վերականգնել, այսինքն դա իրականում ռուսական մարենտային կառավարություն կազմել, ինչը որ Ղարաբաղի կլանը ինչի համար մեռնում է հոգի է տալիս, հաջողվելու է թե չէ կարծում եմ ոչ, բայց վտանգավոր վիճակ է, ցիկլային է, ցիկլային է լինում են բաներն են, կենթանիների մոտ դաշտանային վիճակ է, ռուսների մոտ դաշտանային վիճակ է Ղարաբաղի կլանը նկատի ունեմ։ Այդ հիմա սիմպտոմներ են, մեկը մտնում է ինչ-որ Ռուսաստանի քաղաքացի, ոչ ճիշտ է հայ, բայց Ռուսաստանի քաղաքացի մտնում է թաղապետարան, այն մեկը նամակ է գրում, նամակ ռուսաց թագավորին, ինձ թվում է այդ Վիտալի Բալասանյանը իհարկե ես չեմ ճանաչում, բայց նա ինչ-որ հեռուստատելևիզիոն դա այդ ընդունակ չի նման բաներ գրելու, նրա խոսելուց Արցախի կլանի շատերի մոտ հայա-ռուսա թրքախառն բան կա, խոսակցական մտածողության ձև, որ դասական հայերեն չի, դժվար է հասկանալը, դրա համար ինձ թվում է, որ ենթադրում եմ Զորի Բալայանն է կամ գրել, կամ էլ թղթերը դեպել է, արտագրել են, սարքել են, տվել են։ Այնտեղ մի բան կա, տգիտություն կա, բացարձակ, այդ որ Թուրքմենչայի Գյուլիստանի պայմանագրերն են վկայակոչում, չէ, ինքը վկայակոչում եւ Զորի Բալայանի սիրած թեման էր եւ նամակ առ ռուսաց թագավորին, այդ Թուրքմենչայի եւ այլ պայմանագրերը Ռուսաստանի եւ Պարսկաստանի մեջ են, այստեղ հայությունը որևէ դեր չունի։ Ուղղակի հայության մասին հոդված կա, որը կուզեն կպահեն, կուզեն չեն, ինքը պայմանագրի կողմ չի։ Արցախը պայմանագրի կողմ չի ոչ այնտեղ, ոչ էլ Ադրբեջանում, ուներ մի քիչ բան, բայց Ադրբեջանում։ Դրա համար էլ այդ տգիտության վրա որոշում են, բարձ է խառնեն երկրի վիճակը իշխանափոխության նպատակով, հոգեկան էթիվանտ նպատակ կատարը, որը դենը տեսնում եք չի ստացում, ասկ։
բայց անհանգստացնում է։ Դե երկիրն անհանգիստ է պահում, մարդիկ ներվայնանում են, մանավանդ այս վերջի շրջանում շատ են նադայել եղել այդ բաներից, ասեմ ինչու։ Երբ որ պատերազմի վտանգ հեռացավ, նախկին վիճակը չի։ Երկիրը խաղաղ զարգացման կամ խաղաղ վիճակի տեղափոխվեց, եւ այստեղ պետության կառավարման խնդիրը դարձավ թիվ 1 հարց։ Կառավարումը, որտեղ հանգիստ վիճակում այլևս նախկինը չի, չէ, եւ այստեղ էլ հազար մի թերություններ հանդես եկան կառավարչական ապարատի, թերացումների, օրենսդրության պակասի, անփորձության, իհարկե նաև սաբոտաժի եւ բլեֆի, որ վերագրել, ասենք դուք մեկին կարող եք 4 տարի հանգիստ չտողեք, որ ինք իր գործով զբաղվի, հետո 4 տարի հետո մեղադրեք, թե արդյունքները վատ է, բաց է, որ վատ պետք է լինի, որովհետեւ զբաղեցրել ես։ Ղարաբաղյան կլանն է դրա համար էլ այդ գործն անում է եւ Մոսկվայի ռեզիդենտուրան է։ Հիմա մի բան պետք է մենք ասենք, որ մենք այդ հարցը լուծելի հարց է, բայց մեկը վտանգավոր է։ Մենք երբեք մեր ժողովուրդը չպետք է Ղարաբաղյան կլանը նույնականացնի Արցախահայության հետ։ Արցախահայությունը մենք ենք, բոլորս ենք։ Ինչպես որ Շիրակի գոտու հայությունն է, բայց Ղարաբաղյան կլանը ռուսական ագենտուրան է, Կողոբուդը Թալանը, ինչ որ կա այս նարկոմանիա, ինչ որ ասվել է, տեսնում եք բոլորի վրա վզներից կախած է դացիբաոներ, դացիբաոն գիտեք, չէ, այդ չինական են բան է, որ հանցագործություններ մի ցուցակ էին կախում մայոյի ժամանակ, քաղաքի մի ծերից բեռնադարոտ անում են, մյուս ծայրին գնդագարում էին ոճրագործությունների ցուցակներ։ Հիմա սրանց վրա հազար մի գործ կա։ Երբ ուզես, որով ուզես կդերպակալես, որով եւ կպատժես, ըստ չեն պատժում, տեսնում եք, որ եւ ժողովուրդը շատ է զայրացած, կարող եմ ասել իմ այցերից, իմ հանդիպումներից, հատկապես երկու նախագահների անպատիժ վիճակից, անտանելի դժգոհություն կա։ Չեմ անում, կլանային կապեր ասեմ, չեմ կարող ասել, որտե դա չի, բայց Մոսկվայի ճնշումն է, հավանաբար Մոսկվայի ճնշումն է, դա իրենց ռեզիդենտներն են, էլի, բայց դրան գնալ անընդհատ զիջումների, դա էլ պետության հեղինազարգմանն է տանում, ինչը որ կարևոր է, օրինակ իշխանությունը պետք է իմանա, որ իշխանության վարկանիշը բացառիկ արժեք ունի, չի կարելի էլի նրա վարկանիշի հետ խաղալ, իսկ իրենք դա են անում, տեսնում եք, ամեն ինչ անում են, չէ, քաշում են, գցում են, բան են անում, ոստիկանին են քաշ-քշում, այնտեղ աղմուկ են սարքում, այնտեղ ասենք մի դուրս բրծուկ, անհայտ ծագումով ինչ մեր գալիս է թաղապետարան է մտնում, որը քաղաքացի չի, օրինավոր պահելու փոխարեն մի հատ աղմուկ է սարքում, հետ սկսում է այդ իրավունքների մասին խոսվել, ես չէի իմանում քաղաքացի չի ծեծել են արել, պետք է լավ են արել, սատկեցնեին։ Ինչի եմ ասում դա, որովհետև օրենքը կատարյալ չի, որ օրենքով վերցնես այդ հարցերը լուծել, այդ օրենքները կամ ծուրեն, կամ կիսատ պրատեն այդ պայմաններում, այստեղ պետության եւ պետական ինստիտուտների պաշտպանության հարցն առաջանում, ինչպես եթե ոչ բռնությամբ, եթե դիմացինը դրան է տանում, ես որ այդ պրովոկացիա բան անհետեցությունն ասեմ ինչու է։ Որտեղ եթե կատարյալ լիներ երկրի օրենսդրությունը, հիմա կարելի էր օրենքով պատժել, հարց փակել, բայց եթե օրենքը չկա, ինչպես է պատժում։ Այդ դեպքում ստացվում է պետք է թույլ տաս քո պետությունը դա, քո թաղապետարանը դա բանի տերորի ենթարկել, դրա համար ծեծել են եւ շատ լավ են արել, քիչ են ծեծել։ Բայց ԿՊ-ն պարտավոր է այդ օրենսդրություն ազգային ժողովուրդ շատ արագ կարգի բերել պետության պաշտպանության, եղավ։ Այդ ժողովրդավարության հետ առնչ չունի, ամեն ինչը ժողովրդավարության կապեք, այդպես કે ժողովրդավարությունով կարելի է գնալ վարչապետ տապալել եւ վերջացավ։ Հասկանում եք, աշխարհում չկա դեպք, որ դիմացինին անընդհատ տեսեք այդ ազատություն ռադիոկայանը 5 տարի աշխատում է պատերա, անընդհատ իշխանության թերություններից է խոսում, գրում է իշխանության վրա։ Եվ այս բայրակթարները դուք տեսել եք դրա, անընդհատ իշխանության են գրում։ Մեր իշխանությունը ո՞ր երկրում այդ իշխանություն թույլ կտա, որ իր վրա անընդհատ գրոհես, անընդհատ մատի փաթաթան սուտը ճիշտ է։
Այս վիճակն է։ Դրա համար իշխանությունը պարտավոր է դեմոկրատիայի ժամանակ պաշտպանել դեմոկրատիան։ Ինքը դեմոկրատիան պիտի պաշտպանվի։ Դե չքանի կոպեկ արժի նման դեմոկրատիան։ Ինչ կասեք Քոչարյանի հետ, մենք ենք մեղավոր պատերազմի։ Դե գիտեք, ֆորմուլան պարզ է, հիշում եք Թրամփի եւ Զելենսկու հանդիպումը, որ հեռարձակվեց, Թրամփին չէր ասում էր դու ես մեղավոր, որ չի ասում Պուտինն է հարձակվել, եւ ասում է դու չպետք է այնպես պիտի անել, որ չհարձակվեիր, չէ բանդի, չէ, էլի։ Նույն ֆորմատն է, ասենք դա ռուսական բանաձև է, էլի։ Երկրորդը այս մարդը երևի պիտի ստուգել, դա խոսում է Ռուսաստանի դիրքերից, դիրքորոշումից, որ հայերն են մեղավոր, ինքը ինչ է, հայ է, հայերն են, ուրեմն ինքը հայ չի, իրական եմ ասում, եւ պիտի ստուգել ուրիշ պետության քաղաքացիություն ունի, թե չէ այս մարդը, որովհետեւ մարդկային տրամաբանություն ունես կենթանական աշխարհում, չէ, որպես կանոն, չէ, կենթանիները իրենց, ասենք, հորթը իր մորն է պաշտպանում, չէ, հələ փորձի, ճիշտ չի։ Կենթանական աշխարհում, ես կենթանական աշխարհի բանականություն չունի, որ այդ հայերը ինքն էլ է, եթե հայ է, մանավանդ նախագահ եղել։ Ուրեմն ինքը հայ չի, հետևաբար դա ռուսական տեսակետ է, մեղադրել իշխանության ամեն ինչը, Պուտինն չի ասում, նույն բանը չի ասում, դրա համար սրանք այսպես իրեն ընդհանրապես Պուտինի, ինչ ասեմ, ագենտուրան լծված էլի երկրում եք, երբ որ չկա աշխարհում այդպես երկիր, որ անընդհատ դու քո սեփական իշխանությանը մեղադրես, ագրեսիան անի Ռուսաստանը, դու մեղադրես, այսինքն նա մեղադրում է, որ Արցախահայությունը դիմադրել է, մեղադրում Արցախահայության, իր ղարաբաղցիներին մեղադրում է, որ դիմադրել են, պիտի ավելի կործանվեին, էլի։ Եվ այսպես դրա համար առաջարկ ազգային անվտանգության խորհուրդ այս հարցերը պիտի քննի եւ մի 10-20 հոգու արտաքսի Հայաստանից, առնվազն, եթե չի կարող պատժել արտաքսի, ընդ որում սեփականության պետականացումը, պարտադիր, այդ Բալասանյան, Մալասանյան, երկու նախագահներ Հայաստանից պիտի արտաքսվեն, եւ դրանց պետական պահպանությունները պիտի հանվի, ինչի համար են պաշտպանում են, որ Հայաստանի դեմ կռվեն, հա? Կռվել, պատերազմ են հայտարարել Հայաստանի Հանրապետության դեմ, չէ՞։ Ասեմ, որ սրա այդ ակլորանալը ինքը ես իմ ուժեղ նախագահ 2005 թվականին Ալիևը ուրեմն Արաքսի գետը լցրեց Նախիջևանի հսկայական խաչքարերի խաչքարը հիշում եք, չէ՞։ Այդ ինքն էր նախագահ, զորքին չէր մտցնում, վախենում էր, մկան ծաղկին քանի թուման էր տալիս։ Ինչ է արել, ընդ որում կոալիցիոն կառավարություն էր, չէ՞։ Հանրապետական կուսակցություն էր, վարչապետ Անտրանիկ Մարգարյանը, չէր ազգային ազատագրականի սիմվոլը։ Ծաղր է ամեն ինչը, դաշնակցություններ եւ օրինաց երկիր ինչքան հիշում եմ, իրենց հենարանը ձեն են հանել։ Ինչի բանի Արցախի խաչքարն ու Նախիջևանին տարբերել, քթի տակ արեցին, թքին վերեքը, թո բանակ ասում է իմ ժամանակ բանակ, այդ բանակը մտցներ, իբրև թե աղտած էինք, բա եթե ես ձեզ մի բան ասեմ, մի անգամ պատերազմ, որ սկսում է անգլիական 40 թվի մասին է խոսքը, քննում են եւ պետական բյուջեն են որոշում, Չերչիլն առաջարկում է մշակույթի համար ահռելի գումար նշանակել պետբյուջեում տալ, Պաշտպանության նախարարը առարկում է, ասում է, այս վիճակում մեզ պատերազմին փող է պետք եւ այլն, էլի, այդ մշակույթին այսքան փող որ տանք, Չերչիլը նայում դրան ասում է, լսի ասում է, եթե մենք այս պատերազմում մեր մշակույթը չենք պաշտպանելու, մենք ի՞նչն ենք պաշտպանում։ Նախիջևանում ի՞նչն էր ինքը պաշտպանում, հիմա մատի պատատան է տարել ամեն ինչը։ Բացատրելի է, բացատրելի չի։ Դրա համար պետք է արտաքսեն Հայաստանից եւ նման այդ դեպքերը պետք է վերջացվի։ Հայաստանում պիտի հաստատել դեմոկրատիայի դիկտատուրա, օրենքից բխով իրավունքի վրա, ուրիշ ոչ մի բան, թե չէ չի լինի այսպես։ Տանուլ կտանք ամեն ինչ։
44 օրյա պատերազմին ես ինչքան հիշում եմ, այդ բոլոր նախագաներով վազել լցվել են Ստեփանագերտ, ինչ գործ էին անում այնտեղ։ Ինչ էին անում։ Ինչի համար էին գնացել, իրենցով էր թույլատրել ռազմական գործողությունների գոտի մտնել։ Ինչ իրավունքով։ Հետո ինչ-որ նախագահ է եղել, հետո ինչ, աշխարհում ենքան նախագահ եղել։ Հասկանում եք ոնց է։ Դրա համար այդ անհետեթ է, որովհետև ինքը ուզում է իրեն գերակա, իմ ասած են Նախիջևանը ձեզ օրինակ վերջացավ, էլ ինչ։ Այդ խաչքարերը, հազարավոր խաչքարեր գետը լցրին, ինքը տղամարդ էր, թող հետ դեր վիճեր։ Ձեն է հանել իր կոալիցիոն կառավարությունում, բլեֆով են զբաղված, հա։ Եվ հետո իր ստեղծած բանակ գիտենք էլի, ձեր մեջ չկան ընկերներ, բարեկամներ Ստեփանակերտ, որ գնում էին Արցախում ծառայող երեխեքին, ինչ էին տանում, ներքնաշորերից սնունդ անգամ տանում էին, այդ չի եղել իր բանակը։ Մենք տեսանք, չէ, բանակը վերջին աշոր նայեցեք, արդյունքը բանակը ռազմական գործողությունների մեջ է իր արդյունքով գնահատվում, ինքը այդ լավ ուժեղ բանակը որտեղ է տեսել։ Պատերազմ եղավ, չնջխվեցինք։ Չէ՞։ Այդ բանակ, հետո այդ բանակը վեճ կա։ Նորատեր Գրիգորյանն ասում է, ես եմ ստեղծել, Վազգեն Սարգսյանը ինքն էր ստեղծել, այնտեղ էլի կան, ում ասեմ, ինքն է ստեղծել եւ այն, այդ բանակը վերջով է ստեղծել։ Հա, Վազգեն Մանուկյանը ինքն է ստեղծել։ Այդ ձեր ստեղծածը խլամ եղել եւ գեներալ չունեք, բացի կողոպտիչները։ Նայեցեք, բոլոր քիչ շատ այդ շրջանի գեներալները բոլոր հարուստներ են։ Հես գնդերն ու բրիգադները ստեղծության ցեխեր են, գործարաններ են եղել։ Սրանց կոկորտները մինչև ուտելու համար, դրանք գնդեր բաներ արտադրական ձեռնարկություններ են եղել, որ իրենք հարստացել են։ Կա աղքատ, ցույց տվեք մի հատ աղքատ գեներալ այդ շրջանի, մի հատ ցույց տվեք ու խելքով գեներալ, ստրատեգիա իմացող մի հատ ցույց տվեք։ Օրինակ ինձ համար հիասմունքի առարկա եղել մնում է Լեոնիդ Ազգալյանը, գեներալ չէր։ Մոնտել ժողովուրդն ասում է եւ այն, չէ՞։ Հիմա Լեոնիդո գեներալ չէ, կես մակարդակի մի հատ գեներալ ցույց տան։ Իր գեներալներից, ինքն է այդ գեներալը։ Իրենք Հայաստանի Երևանում մարտի տաշ սարքեց, չէ՞ ինքը, այդ բանակով։ Ես կան, ուզում եմ ասել, բայց սրանով շատ ենք զբաղվելու, ազգային անվտանգություն, սրանց լսրեք, վերցրեք Հայաստանից դուրս չպրտեք, վերջանա մենք մեր կյանքով ապրենք, երկիր վերակառուցենք։ Գիշեր-ցերեկ իրենցով ենք զբաղված, անհետեցություններով։ Ինչ անեք, Պատիժ, օրենքը նայեցեք։ Դե չի պատժում նորը ինքը իրենք խառնված են, երևի մտածում են նոր ազգային ժողովը կարող է բոլորովին այլ կառուցվածք ունենա եւ վերցնի թքի դրանց արտոնությունների օրենսդրական հիմքերի վրա եւ պատժի ինչ եղել։ Թքի չեղել այդպես, չեմ պատժում։ Նոր ազգային ժողովը իրենք երաշխիք ունեն, ովքեր կլինեն։ Դե ժամանակ ինքը կապացուցիչ է որտեղից իր ունեցվածքը, որ 4 միլիարդ չի, 4 չի 3 է։ 3 որտեղից։ Հա? Մի հատ գլխավոր հարց կա, միշտ մարտի մեկը խոսում է տնտեսությունները, չէ՞։ Մարտի մեկի շրջանում հնարավոր չէ ջրցանտ մեքենաներով ցույցերը ցրել, օրինակ, եթե բան կար։ Ինչի տնտեսարեցի ժողովրդին։ Թող ջրցանով անեն, ենթադրենք, վերցնում ենք ժողովրդը սխալ էր, ենթադրենք։ Ճիշտ է։ Ինչի գնդագարեցին։ Դրա համար էլ ես ազգային անվտանգություն խորհրդում մի քանի ջրցան մեքենանի սրանց ավելի շպրտի Հայաստանից դուրս վերջանան։ Ինչ եք ուզում, ոնց է հնարավոր պետություն ստեղծել այս վիճակում։ Մեզ պետություն է պետք, մենք գոյաբանության հարց ունենք, էգզենցիալ են, պետության առումով, ժողովրդի առումով։ Ապաշկարա ռուսներին օգնել են, որ Ղարաբաղը հանձնեն Ադրբեջանին։ Եկել են մուննատ են գալիս, ուրիշի վրա են գցում։ Ալիևը զենք էր առնում իրենք լրատվամիջոց։ Ինչերին է պետք այդքան լրատվամիջոց, եթե քայքայճ աշխատանքի համար չի։ Հա։ Ոնց կմեկնաբանեք Փաշինյանի
Մոսկվայից Գիտեք ինչ կա, դա ես շատ բանտի փաթաթան հարց է դարել։ Այդ հարցը ես առաջարկ արել եմ, հիմա էլ էստեղ եմ գրում։ Մազգային անվտանգության խորհուրդը պետք է քննի բոլոր փագնիստով ավանաբար, բելյուս մինուսը, օգուտը, բենասը եւ այն հաշվի նոր որոշի։ Ինչ եղել։ Մենք գաղափարախոսությամբ չենք հարաբերում պետությունների հետ։ Հիմա էլ առաջ սոցիալիզմի, հիմա էլ դեմոկրատիայի։ Մեր վիճակը այնպեսին չի, որ մենք շատ շռայլություններ տանք, գուցե չգիտեմ ինչպես, բայց ես այդ տեղեկատվության չեմ, անվտանգությունն, ներքին գործերն, արտգործնախարարին այս բոլորը պետք է հավաքվեն, ամեն իր ինֆորմացիան ասի, նպատակարարություն հաշվեն, մասնակցել կամ չէ։ Բայց մի բան 100% է, որ դա մեր հայրենական պատերազմը չի։ Դե մի գունդ կա, ես դրան մահվան էսկադրոն եմ ասում, այդ դրանք պետք է արգելվի, այս դրանք չի կարելի։ Երկրի ներսում թողել կոմունիստական, ֆաշիստական բաներ։ Դրանք չի կարելի, պիտի գնաց, չէ՞ պիտի նայել։ Նա չի կարելի։ Անմահ գունդը, ում համար անմահ։ Իր ռուսների համար անմահ, մեր համար մահ է։ Դա մեր հայրենական պատերազմը չի։ Ինչ կապ ունենք հայրենական իրենց պատերազմի հետ։ Վերցրել տարել են, նենց է խոսում, ոնց որ թե կարող էր մեկը բանակ չգնար։ Վերցրել վզներից տարել են, ով որ չի գնացել։ Ուրիշ տարբերակ կար։ Առաջի համաշխարհային պատերազմը չէ 15 թիվը արևելյան ճակատում հայեր էին կռվում ցարի կողմից։ Իրենցներ էր հայրենական։ Թուրքիայի կողմից հիմա թուրքական ինչ է ցեղասպանություն 300,000 կարծեմ մարդ է կռվել հայ զինվոր թուրքական բանակում։ Թուրքական մեր հայրենական պատերազմն է, հեն արևմտյան Հայաստանն է, սա էլ արևելյանն է, ընդ որում նա էլ Հայաստանը հաշվում են տարիներին։ Ինչ կապ ունի դա։ Այս հարցերը պետք է ճշտվեն։ Բայց գնալ չգնալի ընդհանուր ենք պետք է ասեցի ինչ բարակը, պետք է քննել, որոշել, որոշում կայացնել։ Ասենք ձեր կարծիքով, ձեր ունեցած տեղեկությունները եւ տեսնելով այս ամեն ինչը, ոնց է կարծում արժի, որ Հայաստանի վարչապետը ուզում Նայեցեք, երկրի վրա եթե սպառնալիքը բարձր է, պիտի գնա։ Ռուսական սպառնալիք կա մեր պետության համար։ Եթե դա բարձր է, պիտի գնա, եթե ցածր է, չպիտի գնա, բայց չգիտի գնան արդար է, գնալը սխալ է, չէ՞։ Բայց տան ասեցի, որ մարդիկ կարող են տեղեկատվությանը տիրապետել։ Հետախուզությունն ինչ է ասում, ինչ վիճակ է։ Եթե սրանից թե չէ որ նորմալ վիճակում իհարկե չպետք է գնանք, նախ 9-ի հաղթանակը, ամսի 8-ին է հաղթանակը, Այդ այդպես չի որ 9-ին Ստալինը գցել է իրենք առանձնանալ 8-ին է կարծորտում է ստորագրել, Քեյթելը ստորագրել ամսի 8-ին։ Հետևաբար դա է, ոչ թե 9-ին է։ Հիմա ասեց ինչ բարագա, եթե հիմա սպառնալիքը շատ է բարձր, հերնել անիծած գնաց ինչ եղավ։ Եթե չէ, էլի, նայած։ Դրա համար ասում եմ, դա պետք է նման հարցեր պետք է հանգամանորեն քննարկվեն, որոշումներ նոր կայացվեն։ Նայեցեք, մենք ինչ էլ անենք, մեկնումեկ արձագանքելու է։ Ես կարծում եմ, դա այն հարցը չի, որ Եվրոպայի մեր հարցն է։ Եմ ինչ անենք, Եվրոպայի համար գնանք ռուսական տանկերի տակ մտնենք, այնքան ենք արել ռուսների համար թուրքական տանկերի տակ են մտել։ Դրա համար ասեցի, պետք է քննվի, ասեցի, բանը, այդպես պետք է որոշվի։ Ընդհանրապես չպետք է գնան, բայց ասեցի ինչ վտանգներ կան, արտաքին մարտահրավերից շփխնդիր չկա։ Բայց եթե գնան, պետք է հայտարարեն 600,000 մարդ է կռվել այստեղից սովետական բանակի շարքերում 300,000-ը ձեր համար է մահացել եւ մեր համար ոչ մի արժեք չուներ, որտեղ ոչ այդ որ ասում են թուրքը գնան, դա սուտ է դա։ Եթե գերմանական բանակը մտնում էր Անդրկովկաս, գերմանական բանակի կազմում ստեղծվել էր հայկական լեգիոնը։ Այդ գիտեն ինչի էր ստեղծվել։ Ստեղծվել է որ գերմանական բանակի հետ միասին Հայաստանի Հանրապետությունում գային բարեկություն անեին, թուրք չէր մտնելու, այդ հեքիաթները չկերակրեն։ Հետևաբար մեր համար ուղղակի դե ինչ պետք է անեին, եթե մարդուն բանակ են տանում, ինչ պետք է աներ։ Գլխովին գլուխ պահեին, ոչ թե գլխովին կոտորվեին։ Ում համար են կոտորվել։ Եվ բայց ես կնան ասել, այս ժողովուրդ այսքան ձեզ զոհ տվեց, Արցախն էլ այսքան, ուր է Արցախ, հայվաններ, ուր է։
եղբայրներ։ Այսինքն դրա համար եմ ասում, պիտի քննվի ինչ կոնտեքստով, ինչ բանով, ռակուրսով հանդես գալ, գնալ թե չգնալ, բայց Հայաստանում չպիտի թույլ տալ դա։ Այդ գնդերի շարժը, այդ կարմիր դրոշները, այդ ֆաշիստական եւ այլն։ Սա չպիտի, ժողովրդին էլ պիտի ասի ամսի 8-ին է հաղթանակը։ Հաղթանակ ամսի 8-ին է, 9 հաղթանակի օր չի, դա ֆոկուսային օր է։